Հետևորդներ ջան, բարի լույս Մեղրի քաղաքից։ Հիանում եմ գեղեցիկ տեսարանով։ Մաքուր օդն եմ շնչում, վայելում, իհարկե շուտ եմ արթնացել, դե ինչպես միշտ իմ մոնտաժով, գործերով, բայց մի հատ որոշեցի նկարեմ այս գեղեցկությունը, լեռներ, ամպեր, օրը նոր է բացվում, հեսա կտաքանա, մենք էլ այսօր մի քիչ կզբոսնենք Մեղրի քաղաքով, եկեղեցի նկատեցի, տեսեք, այ հեսա, սարերի մեջ, բարձունքի վրա, կարելի է գնալ, տեսնել, այսօր օրը առջևում է, մեկ օր այստեղ ենք ու վաղը արդեն նոր կգնանք մեր տները։ Ասեմ, որ մնում ենք իմ հետևորդու տանը, Տիկին Գոհարը մի հատ սենց ոնց ասեմ, հիասքանչ, ջերմ, սրտաբաց, մի խոսքով չգիտեմ, հիասքանչ անձնավորություն է, հեն որ մենք մեզ զգացինք ինչպես մեր տանը, Աստված օրհնի նրան, նրա ընտանիքին, երեկ էլ այգում հաց կերանք, ամեն ինչ անում է, որ մեր համար, մեր զինվորի համար լավ լինի, գոհ ու շնորհակալ ենք, Աստված օրհնի նրա թոռնիկներին, ընտանիքին, իրենց գործերին էլ հաջողություն։ Ամեն մարդ չէ, որ կարող է անծանոթների ընդունել, տեղ տալ, քնելու տեղ տալ, ջերմ զրուցել, մի խոսքով ինչ ասեմ, մենք շոտ գոհ ենք Տիկին Գոհարից։ Հետևորդներ ջան, մի հատ տեսեք բարձունքի վրայի շինությունը, ինչ որ պատմամշակութային արժեք է, անպայման բարձրանալու ենք, տեսնենք, շատ սիրուն է, ոտքով պետք է բարձրանանք, մեքենան իհարկե կգնա, բայց մենք շարունակությունը կգնանք, հրաշք է Մեղրի քաղաքը, հրաշք։ Հետևորդներ ջան, լույսը բացվեց, լավ արեց, բարով բացվեց, մենք էլ նստել ենք, կոֆե ենք խմում, կոֆե խմենք, գնանք Մեղրի քաղաքով պտույտ տանք, պտույտ տա, այս բանա շինությունը, անենց սիրուն բանա այս վերև, ասա, վայ ինչից հետ ընգար Վերնի քիչ այն կոմ Քիրա ջան, նստեմ կոֆես խմեմ Քիրա ջան, սպասի, դու կոֆես նկարի ես Ով դնի, ով նկարի, հա Քիրա ես ասում, բա ապո Քիրա, Ստեփանավանի բարբարնա, Քիրա ջան Ուրեմն ես Արտաշատ, ոնց որ բանին, հոպարի կգան, ասում են զալով Ուրեմն գնացել ես Որ հյուրասիր բպտուր Սիրելի հետևորդներ չեք պատկերացնի ինչ լավ տեղ ենք հյուրընկալվել Տան տիրուհին Տիկին Գոհարը, ինչ ջերմ Գնաց Ինչ լավ մեզ ընդունելա, ոնց որ մենք մեզ զգում ենք մեր տանը, այդքան լավ անձնավորություն է, մենք շատ գոհ ենք Տիկին Գոհար Շատ գոհ ենք, Աստված օրհնի ձեր ընտանիքը, ձեզ առողջություն, ձեր թոռնիկներով, ինչ աղջիկներով, ինչքան շատ են, գոհ ենք, շնորհակալ ենք շատ, ինչ ասեմ Ամեն մարդ չի անի Այո, վետ եմ ասում Ասա, եկել եմ Ասմա մի հատ կգաս բան ասեմ, եկել եմ Ոտ եկել ամենը, տասը SMS գրի կկարդը
Հեսա դպրոցները պրծավ, Լիլիթը գարսը Ստեփանավան։ Տանի օր ամնացել։ Տատի ներվերը ուտի։ Դու ասում ամեն ինչ տվեք ուտի ասում։ Ես Հա, անմար թավես ունեմ գամ այդ վայքից այդ ձերը։ Դա տենց ասա, որ քիչ գա գլուխը։ Հետևորդներ ջան, ես ինչ լավ, տակ, ջերմ եղանակ ա Մեղրի քաղաքով, որոշեցինք ես ու Լիլիթը գնանք ապտեկա, դեղատուն դեղ վերցնենք, այն էլ մի հատ տղա երեխա եկավ ուրախ, հեծանիվ քշելով, ասում եմ մենք ձեր հետևորդն ենք, նոր ձեր վիդեոն ենք նայում, սպասի գնամ մամայիս կանչեմ գա, ես էլ սենց կամաց քայլենք, հա, հիմա իրա մաման կգա, սպասենք թե չէ, հա, ինչ եմ ուտես, լսը սենց է կարան գնանք էլ ապտեկա, հարի, ես գնում են, գնում, տուր, երեխեք, ես ինչքան թուզաբրն է, հելս տե նայեք, ոյ, բահասած չլներ ուտայինք, չէ, ես ինչքան աբրն է թուզը, հե նայեք ան երև, դեղատուն գտնենք, դրամինա, չէ, պիտի առնենք, դու էլ ես խմելու, 3, 4, 5 հատիկ, հա, են կողմի վրա է դեղատունը, Արի Մենք է շենքում էինք Լիլիթ մնացել Պատշկամբից էլ առավոտ շուտ նայեցինք այս կողմը Չէ, ստե չէ Արի Լիլիթ, արի Այն կողմը որ գանք ավելի շուտ կգտնենք Նենց ուրախ եկավ ասում Այստեղ արագակի չի Լավ եք Լավ ենք, դուք ոնց եք Ասում հենց նոր էլ ձեր վիդեոն էինք նայում, որ եկել ես Մեղրի Նենց ուրախ եկավ Քեզին ապրեք Մենք մեր գլխի ճարը տեսանք, մտանք դեղատուն, դեղ վերցրեցինք եկանք, որ վաղը ճանապարհին մենք մեզ լավ զգանք։ Հա։ Հետևում եք բայցի մեջին։ YouTube-ով նազելին նազ։ YouTube-ով։ Ահա Դե մարոժնի վերցեք կերեք, որ գնում ենք, Լիլիթ, բաժանի Հա, պայրա փողով առը, էլի կեսը Բաժանի կերեք Ասա ես ինչ եկեղեցի, ինչա կոչվում, հա Փոքր թաղի եկեղեցին է Փոքր թաղի եկեղեցին է Ինքը 17-րդ դարի որ նա նկարներ կա Հա Իրան նորոգվել է հայ չէ ամերիկյան այդ մշակութային պահպանություն արժեքների պահպանությունով զբաղվող այդ կազմակերպության կողմից Հա Մտնենք ներս վերևից, բայց իչքան սիրուն է երևում Մեղրի քաղաքը Շատ սիրուն Այդպես նկար են գանց Մամուլը մետ նկարի ինձ Մամուլյան, հա վերևից ավելի սիրուն կերևա Հին կառույց է 17-րդ դարի Ան Ահա բարձրանանք այս հրաշք եկեղեցին էլ տեսնենք Ես ինչ սիրուն է, ինչքան բարձրանում ես վերևից ավելի գեղեցիկ տեսարան է Էլի, ոյ Սարերը, ես ինչ սիրուն տեղ բերեցիք մեզ
Այստեղ էլ ժայռեր։ Ուղղակի խոսքեր չեմ գտնում։ Հիանում ենք, չէ՞, Սոֆի, ես ինչ սիրուն ա ձեր քաղաքը, օրեցօր նոր բացահայտումներ ենք անում։ Շատ սիրուն ա։ Մտնենք ներս։ Պետիմուն վառի կանգնում է չաթերը։ Հա։ Բոյը սասների մահացները։ Ահա։ Սա եկեղեցու բակն է։ Կարերից են Սուրբ Հովանես եկեղեցին է։ Մի հատ ես ուզում եմ տեսնել այս պատից այն կողմ ինչ կա։ Օ, ճանապարհն է, որ մենք բարձրացել ենք։ Հիանում եմ։ Սուրբ Հովանես եկեղեցին է։ Գլխաշորը գցել է, որմնանկարներ են, չէ՞։ Ամբողջ պատերը բնական տենց ներկո որմնանկարներ են։ Հիացած ենք մինչև վերև, մի հատ ցույց տանք։ Իրանք բնական ներկերով ներկված են։ Սա 12 առաքյալներն են։ Ամբողջը ձեռքի աշխատանք է, մանրանկարչություն, որմնանկարչություն, պատի վրա նկարել են, աշխատել են բնական գունաներկերով, այն որ նայում ես ու չգիտեմ, հիացմունք ես ապրում։ Թվական է նշված 1866 ամի մանրը ի հիշատակ Հովանես Մկրտչի եկեղեցի։ Այսպես անեմ, դանդաղ գնամ, որ կամաց տանեմ, որ դուք էլ կարդաք։ Non c'è nuova. Ինչ է, Լիլիթը, ուր ա համար, սունկաս չբերեց։
Օհ, նստենք այստեղ եւ այս բարձունքից հիանանք։ Իսկ ինչ քոն սիրուն է Մեղրի քաղաքը։ Ես գիտեք ինչ եմ մտածում, որ չկա այնպիսի մի վայր Հայաստանում, որ գեղեցկություն չլինի նրա մեջ, չգտնեն գեղեցկություն նրա մեջ, գեղեցիկ է շատ։ Ուղղակի մենք չենք մանգալի, չենք տեսնում։ Լիլիթը ուր է, իջե ներքև արդեն Լիլիթը։ Չգիտեմ։ Ատեղ է։ Լիլիթը վրազում է։ Այդտեղ հին շինություններ են երևում։ Եկել են գնացել, բայց ես եմ մենակ ոտքով բարձրացել։ Կա, մյուս տարիներն Ուրա պապ։ Հետևորդներ ջան, այստեղ մեքենան կանգ առավ, պիտի բարձրանանք այդ սարեն ավերակների մեջ, դժվար երկարին ճանապարհ է։ Ոնց են գնալու։ Այնա բարդ քարքարոտ ճանապարհ, հետևորդներ ջան, ու բարձրանանք։ Ահա, հին պատմամշակութային արժեք է իրենից ներկայացնում։ Բարձրանանք վերև, տեսնենք, հիանանք, զմայլվենք։ Մարդկային աշխատանքի ստեղծագործության արդյունք է սա, քարը քարին դնելով պատեր են սարքել, թե ինչ բերդ է, ինչ ամրոց է։ Շոքը մի անից, այստեղ պետք է առավոտ շուտ գաս, առավոտ շուտ։ Պասար չէ հելը, պիտի լիմիտը լրացնեմ, թե չէ, սար չէ հելը։ Օգնեմ օպերատորից, թե չէ կմնամ առաջ նկարահանման։ Արդեն Սոֆի դու տես զուշ, կան։ Ես այերևի դժվար, արդեն հասանք, են երեխեքը բարձացել են արդեն, հասել են արդեն տեղը, երեխան Այս ինչա որ չեք էլ տարիքն իրանն անը Էդ ինչա որ չեք կարում բարձրանաք Օ Մեղրին Սա Մեղրու ամրոցն է, սիրելի հետևորդներ, ով Դավիթ բեկի ժամանակներում կառուցվել է ինքնապաշտպանության նպատակով բարձունքի վրա, որ անառիկ լինի, ժողովուրդը գա եւ ինքնապաշտպանություն կազմակերպի։ Մի հատ այս կողմից։ Հիացեք։
Հիացեք։ Կարեն։ Հա։ Հիշում եմ, որ բարձրացել ենք մի անգամ երբ Սիրուն նկարի։ Ոյ էսիշ բարձր հայսբերդը կառուցվել է ինքնապաշտպանության նպատակով, սիրելի հետևորդներ, Դավիթ բեկի ժամանակ, որպեսզի մերի ժողովուրդը, հարակից տարածքների ժողովուրդը այստեղ կազմակերպի ինքնապաշտպանություն, չէ՞, պաշտպանվեն թուրքերից, թշնամիներից, իսկ դիմացի սարերը արդեն Պարսկաստանն է, չէ՞, գնացել ես Պարսկաստան, ոյ, հոգնեցի, այդ եկան հին ժամանակների ով կպատկերացնի, որ մի օր ես կհայտնվեմ այստեղ, Դավիթ բեկի ժամանակաշրջանում կհայտնվեմ, չէ, և կնստեմ այս բերդի դիմաց բերդի աստիճաններին, մտնենք ներսն էլ ուսումնասիրենք, տեսնենք ինչ կա, ինչ չկա, հա, արի տեսնենք, չընկնես Լիլիթը տեղից, բայց դե հետաքրքիր է, հա, այստեղ անցքեր են, ինձ թվում է այս անցքերը դիտակետներ են հանդիսացել, կամ էլ այստեղից ինչ-որ զենքեր կրակելու թշնամուն հարձակումից արի հելը, ահա այստեղից, այս դռնից եկա դուրս ու այս կողմի վրա նայեք, ժայռերի մի ողջ շարան է, նորից բարձունքից լավ երևում է մեղրին, ինչու են ընտրել այս ժայռը, սիրելի հետևորդներ, իմ կարծիքն եմ իհարկե ես արտահայտում, որովհետև ոնց այսպես նայում եք, մեղրին գտնվում է սարերի արանքում, սարերով, բարձր սարերով շրջապատված, այն կողմից եղել է Պարսկաստանը, նաև թուրքերը ու այս բերդը հենց մեղրի քաղաքի մեջ է գտնվում այս ամրոցը, որ պաշտպանվեն թշնամիներից, ես իդեպ սկզբից Դավիթ բեկը վերակառուցել է, փաստորեն սա շատ շուտ է եղել, Դավիթ բեկն էլ վերակառուցել է, այստեղ եմ, այստեղ, ահա, լավ արևահարվեցինք, ես շորն է բերել եմ, իբր թե որ արևից պաշտպանվեմ, Կարեն, արևից պաշտպանվեմ և ինչ է կատարվել այստեղ, մինչև վերև անցքերը կան, ինչ են ասել են կրակ, թշնամիները գալիս են կրակ ու կատարվել է գործողություններ, վերակառուցվել է Դավիթ բեկի ժամանակաշրջանում Սյունիքի մեղրու ինքնապաշտպանության մարտերի ժամանակահատվածում այստեղ են պատասպարվել բազմաթիվ մարդիկ, իհարկե ես ինքս եմ այդպես մտածում, բնականաբար դրա համար է կառուցվել, ոչ ոքի բնակիչներ բան չեն տեսել ճամփին, որ հարցնենք, գիտել չկա, բայց այնտեղ ցուցանակ ես տեսա, հստակ տվյալներ գրած կլինեն։ Դե գնացինք, ինչևէ շատ հաճելի էր, հետաքրքիր էր միևնույն ժամանակ, ինչու՞ չէ նաև գեղեցիկ էր, գեղեցիկ, Լիլիթը ուր է, Լիլիթը իջել է ներքև Սոֆիի հետ։ Մի ամրություն էլ հեսա վերևում է, դե այնտեղ չգիտեմ ոնց են բարձրանում, եթե ճանապարհը իմանայի, հաստատ կբարձրանայի, հա, ինձ թվում է այն ներքևի հատվածից քարեր կան շարած, այդպես, ահա, ուր են հասել մարդիկ ու ինչ գաղափարներ, ինչեր է արել հայ ժողովուրդը
իր երկիրը, իր մի բուռ հողը փրկելու համար, թշնամուց պաշտպանվելու համար։ Սիրենք ու փայփայենք մեր երկիրը, սիրենք ու պաշտպանենք մեր երկիրը, ինչ գնով, ինչ ձևով են պաշտպանել ու մեզ հասցրել մեր երկիրը ու հիմա ինչ է կատարվում։ Ինչ ասեմ, ինչ ձևով են մարդիկ այդ փրկել մի բուռ հողը, թշնամուն չեն տվել մի բուռ հողը, նախընտրել են մահը եւ պայքարել հողի համար։ Դրա համար ինչ եմ ասում, այսօր էլ տեսեք ինչ է կատարվում, ինչ է լինում ու մենք բոլորս էլ պարտավոր ենք մեր երկիրը պաշտպանենք, թե չէ այլապես կվերանա մեր մշակույթը, մեր լեզուն։ Փրկել են, փրկել մարդիկ իրենց կյանքով, իրենց պայքարով հասել են ամեն ինչի եւ այստեղ կարելի հասել պայքար, պայքար մինչև վերջ։ Ուրեմն ով բարձրանում է վերև, անցնում է այս ճանապարհով, հողը դարձրել են ավելի հարթ, սղլիկ, այն որ կարող է սահել, սայթաքել։ Ես լինելով դաշտի մարդ, կնախընտրեմ այս ճանապարհը, քարեր, որովհետև այստեղից դու չես կարող սահել, քարերը այդ կոշտությունը ավելի հեշտ է, որ դու շրջանցես իջնես։ Ահա, քան այսպես դարձրել են արդեն եսիմ ինչ։ Ուտ։ Հե։ Դու էլ ինձ կկտրես։ Կամ անցեք։ Ահա, թզենին էլ դե որտեղից ասես աճում է, ոնց որ արդեն դարձած լինի վայրի ծառ։ Նոր սիրուն վարդեր են։ Կալանդուլա, այստեղ աճեցրել են նաև կալանդուլա, վաղենակ, շնիկները, բարեհաջող հետ եկանք։ Եվ գիտեք ինչ եմ նկատում, որ Մեղրի քաղաքում ցայտաղբյուրներ չկան։ Օրինակ հիմա անես ծարավ եմ, ջուր կուզենայեմ խմել, շատ ծարավ եմ։ Դռնակը եղել է երևի հին տնակ տուն։ Եվ ծայրահեղությունից ծայրահեղություն, հնությունից իջնում ենք նոր աշխարհ, կարուսելներ։ Բայց լավ հին եղել է Մեղրի, մեկ ենթարկվում եք Պաշկաստան է Մեղրի։ Մեղրին ճանապարհ չեղել, Օրդուբաղ ցայով վեշ են բերել, ուտել են բերել։ Այս դեղը շահի աղջկան Պարսկաստանի շահի աղջկա անունն է եղել Մեղրի։ Հա։ Այստեղ աղբյուր կա, հիմա չի գործում։ Մոտորապես 500 տարի առաջ
Ադրբեջանցիք եկել Հա։ են մեր մոտ սարքել, եկել որ սարքար, եկել բան արել է վերած։ Բայց բանական աղբերի ջուրը Հա։ զմբերը մեկել ամառը նույնն է։ Yok աղբերի ջուրը դա շորսեր ամառը զմբերն է դա շորս։ Բայց որ փոխվեց Իսկ այս Բերթով է կառուցել։ Բերտ Դավիթը շուտ է կառուցել Բերտ եղել է մի հատ պլիմոտ, մեծ մեծ Դավիթ բեկի ժամանակաշրջանում հարկանի։ Սա վրա մի հարկել է եղել։ Հա։ Պրոստը որ ինացել է, քանդվել է, ցարկել է մեկը, Հա։ նորքել է։ Հա։ Պարզ է, շնորհակալություն։ Հացի կապ